Եվ այսպես սիրելի իմ ցուլեր, տեսնենք ինչպեսի կլինի էներգիան փետրվար ամբողջ ամիսը 2026 թվականին, ովքեր ծնվել են ցուլ համաստեղության ներքում։ Եվ այսպես սիրելի ցուլեր, սառը կլինի էներգիաները ձեզ համար ամբողջ, ամիս փետրվար 2026 թվականին անընդհատ միգուցե մտքերով ինչ-որ տեղ կարող եք գնալ, հնարավոր է հինը թողեք, հին ընկերներին, ինչ էլ ձեզ պետք չի, վստահ չեք, չնայած ձեր վրա կարող եք քիչ անվստահ, թողնեք գնաք մյուսապ։ Սիրո հարցում նոր որոշ մարդկանց կյանքում նոր պարտներ կարող է հայտնվել, չգիտես որտեղից ձեր համար անսպասելով կցանկանա ձեր սիրտը գրավել, իսկ որոշ մարդկանց մոտ ցուլերի կոնֆլիկտ, բաժանում, պրովոկացիա ձեր պարտների կողմից։ Գործնականում կկանգնեք լուրջ, ուրեմն ընտրության առաջ մի քանի վարիանտներ կփնտրեք, իսկ ինչ վերաբերվում է, եթե կանգնել են ձեր գործերը կապված ֆինանսի հետ, շատ արագ որոշ մարդիկ նոր առաջարկներ կստանան, նոր թափ կառնի եւ կսկսի իրավիճակը ընթանալ, այստեղ դուք եք որոշում, այո կամ ոչ, ցանկանում եք դուք գումար աշխատել թե ոչ, եթե զանգով օնլայն եք աշխատում, այո կլինի, եթե կանգեր առել շատ արագ իրադարձությունները կսկսեն ընթանալ, անգամ կարող է ժամանակ չունենալ, այստեղ պետք է ադապտացվեք, շուտ կողմնորոշվեք եւ հարցեր լուծեք։ Գործնականի հետ կապված, առողջականի հետ կապված ուշադիր եղեք, որովհետեւ հնարավոր է մեծ գումարներ ծախսեք ձեր առողջականի վրա։ Սա ոչ բոլորի մոտ, որպեսզի ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը։ Դա կապված է կիստա կարող է լինել տարբեր ձևերով, ուշադիր եղեք։ Արդյունքում ինչ կստանաք, նոր թարմ ուժերով կսկսեք առաջ գնալ։ Տեսնում եք ինչ լավ քարտ է դուրս եկել։ Դուք ունեք այդ ուժերը համբերությամբ դնելով պլաններ, ցել, նպատակ եւ առաջ գնալ։ Որպես խորհուրդ վերին ուժերից, ռունաներից, որովհետև ռունաները դա Աստծո լեզուն է, հավասար։ Մի խառնեք ռունաները այլ մոգությունների հետ։ Ինչ խորհուրդ են տալիս ձեզ։ Տայնե սկոռը, ստանյետ явным պերտնե։ Եթե ունեք գաղտնի թշնամիներ, դուք այդ մասին կիմանաք։ Սիրո մեջ հնարավոր է համատեղվեք իրար հետ, իսկ ֆինանսային հարցերում նոր փոփոխություններ են սպասվում։ Միգուցե